Անուն հոր եւ որդվո եւ հոգին սրբո ամեն Լերի ցնցածեն առաջի դյարը զիգա զիհասյալ է դեր իդատել զերքիշ Լերները թող ցնցան տիրոջ առջև որ եկել է եւ հասել է դերը երկիրը դատելու Սիրելի փոքրիկներ եւ սիրելի մեծահասակներ Սիրելի ներկա ժողովուրդ Այո իրավի այսօր ուրախության տոն է բոլորիս համար դրա համար որևէ մեկին չեմ ասում լուր պահեք եկեղեցին Ինչ համար ամեն անգամ ծաղկազարդի տոնին իմ խոսքի մեջ միշտ ասում եմ սա միակ օրն է որ ժողովուրդը իրավունք ունի աղաղակելու Բայց աղաղակելու ինչ իմաստով ոչ թե ընտանեկան պատմությունները քննարկելու Աղաղակել ոչ թե մեր հետ կատարված այս մի շաբաթվա ընթացքում դեպքերն ու իրադարձությունները քննելու Աղաղակել ոչ թե իրար հետ հարցեր ունենք պարզելու այլ աղաղակել եւ ցնցալ որովհետեւ այսօր Տերը եկավ եւ բնակվեց ձեր սրտերից մեջ ամեն մեկիդ մեջ այսօր Տիրոջ մեր Երուսաղեմ, այսինքն մեր մարմին գալու օրը է։ Չգիտեմ, տեղյակ էինք, թե տեղյակ չէինք շատերս, հավանաբար լսած կլինեինք, տեղյակ էլ չլինեինք, մասնակցած էլ չլինեինք, հաստատ լսած կլինեինք, որ անցանք 40 պահքի շրջանը։ Դե ինչ էր Իրանից ներկայացնում պահքի շրջանը, սիրելի երեխաներ, սիրելի մեծահասակներ։ Ճիշտ է, պահքը երեխաների համար չէ, մեծահասակների համար է, բայց ամեն դեպքում բաց չէ լինի, եթե յուրաքանչյուր երեխա իր ընտանիքի մեջ իմանար պահքի արժեքը, գինը, որպեսզի վաղը չմեսօր մեծանար եւ կարողանար քրիստոնեական ճշմարիտ կյանքով ապրելով ավելի ու ավելի մոտենալ Տիրոջը։ Ուրեմն դրա համար ինչ էր 40 պահքի շրջանը Մեր վերադասավորվածությունն էր, մեր վերահիշողությունն էր, քանի որ մենք իբրև մեղավոր մարդիկ այս աշխարհի վրա, ինչքան որ Աստված մեզ կյանք է տվել այս աշխարհի վրա, մենք մեղավորություն ունենք։ Անկախ նրանից Տիրոջ փրկչական այունով փրկագնվել ենք թե ոչ, բոլորս էլ գիտենք, որ մեղավոր ենք, ամեն քայլափոխին ամենաքիչը 5-1 գործ գիտակցաբար եւ անգիտակցաբար որոնք կամած ծանրանում են մեր հոգու վրա եւ թույլ չեն տալիս մեր հոգին դավանի մեր հոգին պաշտի Տիրոջը քանի որ մեր հոգին պատկանում է Աստծուն բայց մեր մարմնավոր ֆիզիկական գերհաճույքները աշխարհիկ հոգսերը աշխարհիկ մտքերը թույլ չեն տալիս որ մեր հոգին ծառայի Տիրոջը Գնում ենք ժամանակավորի հետևից, մոռանում ենք հավիտենականի մասին, մոռանում ենք մշտականի մասին։ Ուրեմն այսօր այդ մշտականի մասին է որ իբր թե ապաշխարեցինք, իբր թե մաքրվեցինք, ով ինչքան մաքրվեց, ինքը գիտի, ով ինչքան զղջաց, ինքը գիտի, ով ինչ բարեկամի, հարազատի, հարևանի հետ խնդիր ուներ, կռիվ ուներ, տարիների թշնամանք ուներ, հաղթեց արդյոք այս 40 օրյա պահքի ընթացքում, թե ոչ ինքը գիտի, ինքն իր խղճի մտքի դեմ արդարացի գտնվեց, թե ոչ ինքը գիտի, արդյոք երբ որ Տերը գա եւ ինչպես որ եկել է, Տերը գա եւ կանգնի մեր առաջ, մենք պարշակատ կարողանանք Տիրոջն ասել, Տեր, Ես քո զավակն եմ, լսիր իմ աղաչանքը, եւ ինձ մի ուղարկիր դժոխք, այլ թույլ տուր, որպեսզի քեզ հետ մտնենք թագավորության դռներից ներս, մտնենք նոր Երուսաղեմ, դու եկար մեր սրտերի մեջ, դու եկար մեր Երուսաղեմ մտար, թույլ տուր, որպեսզի ես էլ մտնեմ քո Երուսաղեմ, արքայության դրախտ մտնեմ,
Արդյոք մենք կարողացանք պատրաստել թե ոչ, դա միայն Աստված գիտի եւ միայն ամեն մեկս գիտի։ Ուրեմն այսօր վերջո եկանք հասանք վերջին հանգրվանին, մեր վերջին նավահանգիստին, մեր խարիսխը գծեցինք նավահանգստի այն կայանատեղին, որտեղից որ պետք է իջնենք ցամաք եւ պետք է դիմավորենք Տիրոջը։ Ինչպես ենք դիմավորելու Տիրոջը, ինչ է իրենից ներկայացնում Սարգսակի տոնը, ինչ ենք հավաքվել այստեղ, այսքան մանուկներ, ինչ ենք բերել հավաքել այստեղ, ինչ ենք հրավիրել այսքան ժողովրդի այս 3-4 գյուղերից հավաքել բերել ենք այստեղ։ Եվ կամ այսօր յուրաքանչյուր եկեղեցի, որ կոնում է Սարգսակ այսպես ցնծությամբ, ուրախությամբ, հիմա պատարագի, երկրպագության, պաշտամունքի արարողությունի ավարտին ճյուղորդների արարողություն պիտի կատարենք ևս մեկ անգամ հիշելով, որ Տիրոջը Զիթենյան ճյուղերով էր, որ մանուկները դիմավորեցին Երուսաղեմ մուտքի ժամանակ։ Ինչի համար ենք այս ամեն ինչը կատարում։ Որովհետև եթե քրիստոնյա ենք, եթե համարում ենք մենք Աստծո ժառանգորդներ, եթե ինքներս մեզ համարում ենք Հիսուս Քրիստոսի որդեգիր զավակներ կամ դուսեր, ուրեմն նշանակում է, թե հավատում ենք նրա գալստյան լուրին, հավատում ենք, որ նա գալու է եւ փրկելու է մեզ ամեն մի արհավիտից, ամեն ցավից, ամեն դառնությունից, ամեն վշտից, ամեն տկար եւ տհար իրավիճակներից։ Հիմա այսօր հենց այդ օրը եկել եք դիմավորելու Տիրոջը։ Լսեցինք ավետարանական այն պատմությունը, որտեղ որ գրված էր, թե ինչպես Քրիստոս մուտք գործեց Երուսաղեմ։ Ճիշտ է, ավետարանը երբ որ ընթերցում ենք, ավետարանի մեջ զուտ միայն պատմություն կարող է տեսնել։ Հիմա շատերը կարող են ասել, եթե ավետարանի մեջ գրված է, մենք ինչի պետք է դա կատարենք։ Բայց իրականության մեջ մենք ամեն տարի պետք է կատարենք եւ պարտավոր ենք կատարել այդ պատմական բեմականացումը, ինչ որ տեղի ունեցավ մեզանից 2000 տարի առաջ։ Ուրեմն ինչ ենք հիմա կատարում մենք, ինչպես ենք առաջնում, ինչ որ նկարագրում էր Սուրբ Գիրքը։ Ասում է Հիսուս Քրիստոս, երբ որ մոտեցավ իր վերջին չարչարանած շաբաթը, որին մենք այսօր կոչում ենք ավագ շաբաթ, չգիտեմ ինչքանով ենք տեղյակ թե ոչ, վաղվանից սկսում է ավագ շաբաթը, Հիսուս Քրիստոսի ամենամեծագույն տառապալի չարչարալի շաբաթը, մեր մեղքերի թողության, մեր մեղքերի քավության համար, մինչև հարություն, որ պետք է առնի, գամբի մեր մեղքերի պատճառով խաչի վրա, եւ այդ խաչի լույսն ու զորությունը պետք է ուղարկի մեզ, որպեսզի ամեն անգամ, երբ որ մենք խաչակնկվենք, հիշենք, որ Քրիստոս մեր մեղքերի համար է չարչարվել, հիշենք, որ այդ խաչը Քրիստոսի սրբազան նշանն է, եւ ամեն անգամ խաչակնկվելիս մենք մեր մեղքերը գանում ենք խաչի, խաչակնկվելը դրա համար է կանում։ Ինչի ենք ամեն խոսքից հետո խաչակնկվում։ Առհասարակ ինչ կարիք կա խաչակնկման։ Ամեն քրիստոնյա, եթե գիտակցում է, որ ինքը քրիստոնյա է, այսինքն խաչի հետևորդ է, քրիստոնյա բառը նշանակում է խաչի հետևորդ, խաչյալի հետևորդ։ Եկեք գիտակցում են, թե ինչ է խաչյալի հետևորդ լինելը, ուրեմն կգիտակցեք նաև խաչակնկման իմաստը, ինչի ենք մենք անընդհատ խաչակնկվում։ Որովհետև ամեն անգամ խաչակնկվելիս հիշում ենք, որ Աստծո երկնքից իջավ ներքև, չարչարվեց, խաչվեց, եկավ մեր սրտերից ներս բնակվեց, կոտրեց, փշրեց, ջարդեց հին մարդուն, նոր մարդուն բնակեցրեց մեր մեջ, եւ մեր ներսի մեղքը գամեց խաչին։ Ուրեմն այնպես եւ այսօր յուրաքանչյուրս, որ եկել ենք այստեղ, Տիրոջը դիմավորելու խաչի զորության ներքո, Տիրոջ խոսքի ներքո, ավետարանի խոսքի ներքո, ուրեմն պետք է գիտակցենք, թե ինչ է իրենից ներկայացնում Տիրոջ գալուստը մեր մեջ։ Այսօր Տիրոջ գալուստն է մեր մեջ։ Ուրեմն Երուսաղեմյան այդ պատմությունը դա է նշանակում։ Ասում է Քրիստոս կանչեց երկու աշակերտների, ուղարկեց մոտակա գյուղը,
Որտեղ ասում եք կգտնեք, հենց որ մտնեք գյուղ կգտնեք մի հատ էշ, մի հատ էլ ավանակ։ Մի հատ էշ, մի հատ փոքրիկ ավանակ։ Եվ ասում եք արձակեք կբերեք ինձ մոտ։ Երբ որ քեզ հարցնեն թե ինչի եք արձակում այդ էշին ու կուրակին, կասեք Տերն է ուզում։ Եվ նրանք թույլ կտան։ Եվ գնացին երկու աշակերտները գտան այդ ավանակին եւ նրա կուրակին արձակեցին, բերեցին Քրիստոսի մոտ, զգեստներ փռեցին ավանակի վրա եւ էշի կուրակի վրա, Քրիստոս նստեց ավանակի եւ էշի վրա։ Եվ այսպես շրջեց քաղաք է քաղաք, գյուղ է գյուղ, ժողովրդի առաջ, պարզ ու շիտակ, պարզ ու մաքուր։ Ինչի համար էշի ու էշի կուրակի վրա զիջ կար նստել էշի վրա նստել։ Որտեղ խորհուրդ ունի, իմաստ ունի, Քրիստոս էշի վրա նստեց նրա համար, որ ցույց տա, որ անգամ երկնային թագավորը խոնարհվեց, որպեսզի մեզ ների մեր մեղքերից։ Քրիստոս խոնարհվեց, համեստություն ցույց տվեց, որպեսզի մենք էլ մեկս մյուսի նկատմամբ խոնարհ լինենք, մեկս մյուսի նկատմամբ հեզ լինենք, մեկս մյուսի նկատմամբ ներողամիտ ու ներող լինենք, սիրող լինենք։ Էշի վրա նստելու իմաստը դա է նշանակում։ Եվ երբ որ ասում եմ մտավ Երուսաղեմ քաղաք, ամբողջ ժողովուրդը ինքնաբերաբար, մանուկները, մեծահասակները, ասում են, դիթենյա ճյուղերով դիմավորեցին Քրիստոսին։ Ճյուղեր էին փռում Քրիստոսի ոտքերի տակ, իրենց զգեստներն էին փռում Քրիստոսի ոտքերի տակ եւ ասում են, օրհնյալ է գալոցը։ Թող օրհնյալ լինի նրա անունը, հարկ տանք նրա անվանը։ Եվ այսօր էլ մենք նույն գործողությունն են կատարում ամեն տարի Ծաղկազարդի տոնին։ Ծաղկազարդը հենց այդ իմաստն է նշանակում։ Ծաղկազարդը մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի Աստծո որդու Երուսաղեմ գալու խորհուրդ ունի։ Բայց այսօր քանի որ որևէ մեկ քաղաք Երուսաղեմ էսեր չի կոչվում, հիմա կասենք ինչ կասի, սա Մարմաշեք գյուղն է, Երուսաղեմը չէ։ Երուսաղեմը մենք ենք, ամեն մեկիս մարմինն է, փոխաբերական իմաստով է գործածում կտակարանի մեջ Երուսաղեմ բառը, երբ որ այնտեղ ցույց տվեց է Քրիստոս պետք է մտնի Երուսաղեմ, նշանակում է թե այսօր Քրիստոս մտնում է մեր Երուսաղեմ, այսինքն մեր մարմնի մեջ, բնակվում է մեր մարմնի մեջ, գալիս նստում է մեր սրտի մեջ։ Հիմա մեր սրտերը պետք է մաքուր լինեն, որպեսզի Քրիստոս հավերժապես բնակվի մեր սրտերի մեջ։ Դրա համար ինչ է ասում Սաղմոս 2-ում, ասում է լեռները անգամ թող ցնցան եւ ուրախանան, որովհետեւ նա ով որ գալիս է Տիրոջ անունով, գալիս է որպեսզի դատի երկիրը, դատի ոչ թե պատժելու իմաստով, այլ գալիս է դատապարտելու մեղքը մեր մեջ սերը հարուցելով։ Ուրեմն Քրիստոս այսօր եկել է մեր մեջ սեր ներդնելու։ Աստված եկել է մեզ սիրով դիմավորելու։ Մենք էլ պետք է սիրով դիմավորենք մեկս մյուսին, որովհետև եթե ինչպես ասում է Սուրբ Գիրքը, իմ եղբորը տեսնում եմ, բայց նրան չեմ ներում, իմ մերձավորին տեսնում եմ, բայց նրանից զզվում եմ, եթե իմ բարեկամին տեսնում եմ, բայց նրան բարև չեմ տալիս, որովհետև խնդիր ունեմ նրա հետ, ուրեմն ինքը Աստծուն չի սիրում։ Եթե ես իմ հարևանին նախանձում եմ, ուրեմն ես Աստծուն չեմ սիրում։ Եթե ես իմ բարեկամին ատում եմ, ուրեմն ես Աստծուն չեմ սիրում։ Ուրեմն եթե մեկս մյուսի նկատմամբ չար խոսքերով են լցված, չար գործերով են լցված, չար մտքերով են լցված, մեկս մեկիս հայհոյում ենք, մեկս մեկիս անիծում ենք, մեկս մեկիս դատապարտում ենք, մեկս մեկիս քննադատում ենք, անիմաստ ու անկապ, ուրեմն նշանակում է մենք Աստծուն չենք սիրում։ Որտեղ ամեն մեկիս մեջ Աստված է բնակվում։ Այսօր Աստված եկավ ապացուցելու, որ ես եկել եմ բնակվելու քո մեջ, բնակվելու քո մեջ, բնակվելու քո մեջ, բնակվելու ամեն մեկիդ մեջ։ Հիմա եթե
Պատկերացրեք, ես օրինակ բերեմ մեր խաչի քավորով։ Կանգնած է մեր աղջիկ։ Եթե Աստված եկե բնակվել է Հովհաննես Ասադրյանի մեջ, ես ինչպես կարող եմ նրան ատել, ինչպես կարող եմ նրան դատապարտել, ինչպես կարող եմ նրան ինչ-որ մի բան ասել։ Եթե ես նրան ասեցի, ուրեմն նշանակում ես ասում եմ ասում։ Ուրեմն սա է ծաղկազարդի տողը։ Այս սա է նշանակում։ Եվ դուք եք իբրև մեծեր, իբրև փոքրեր, որտեղ ուզում եք բնակվել, որտեղից ուզում եք եղեք, քաղաքից, գյուղից, տարբեր վայրերից, որտեղից կլինեք, միշտ հիշեք, մենք Քրիստոսով ենք իբրև ազգ, մենք Աստծով ենք իբրև ժողովուրդ, մենք Աստծով ենք իբրև քաղաք, մենք Աստծով ենք իբրև գյուղ, Աստծով ենք իբրև ընտանիք, Աստծով ենք իբրև գերդաստան, եւ Աստծով ենք իբրև եկեղեցի, եւ Աստծով ենք իբրև հավատացյալ ժողովուրդ։ Առանց Աստծո ոչ կլինի նա, ոչ կլինի նա, ոչ կլինի նա։ Բայց պետք է թույլ տանք, որ այդ Աստված գա եւ իրի բնակվի մեր մեջ։ Եթե թույլ չտվեցինք, ամեն բան բաժակ կլինի։ Ատելություններ միշտ կլինի, տխրություններ միշտ կլինի, ցավներ միշտ կլինի, դառնություններ միշտ կլինի, հոգսերներ միշտ կլինեն, փորձություններ միշտ կլինեն։ Կքրտնես, կտանջվես, կտարապես, կաշխատես, բայց այդպես էլ արդյունքը չես տեսնի։ Ուրեմն թույլ տվեք, որ այսօր Աստված բնակվի ձեր մեջ։ Այս մանուկների շուրթերով օրհնությունը այսօր ամենակարևորագույնն է։ Ինչի համար ենք բերել մանուկներին այսօր այստեղ, ինչպես ավետարանում է ասում Հիսուս Քրիստոս, թույլ տվեք այդ մանուկներին գալ դեպի ինձ, իբրև օրինակ մեծահասակների։ Թեկուզ մանուկները չարաչճի է, բայց այդ չարաչճությունը արդար է, մաքուր է, հստակ է, նրանց մեջ չկա որևէ մեկ հետի պլան, նրանց մեջ ամեն բան արդար ու մաքուր է։ Ասում է Քրիստոս, նմանվեք այս մանուկներին, եղեք իբրև մանուկ, եթե չեղաք դուք մեծահասակները իբրև մանուկ, երկնային առկայություն չճարը։ Աստծուց լավ բան չեք ստանում։ Ուրեմն այսօր Աստված եկավ ամենաառաջինը իր գիրկը առնելու բոլոր մանուկներին եւ ամբողջ աշխարհին ցույց տալու, որ ես խոսելու եմ ձեզ մեջ, ամեն մեկիդ մեջ մանկան շուրթերով եւ մանկան օրհնությամբ։ Եթե քարերն էլ լռեն, մանուկները պիտի փառաբանեն։ Ինչքան ուզում ես երեխային ասա, գիտես ինչ Աստված չկա, ինչքան ուզում ես երեխային ուրիշ հեքիաթներ պատմի։ Երեխան միշտ պարզ ու շիտակ է, ինքը միշտ երկյուղ ունի, անկախ նրանից, ինքը չի նստում մտածում, չի քննում աստվածային մտքերը, չի դատապարտում, երեխայի համար կարևոր չէ, ինչ եկեղեցի է, երեխայի համար կարևոր չէ, ինչ հավաք է, որտեղ Աստծո անունը կա, երեխան ուտեղ ուրախություն է անում։ Իսկ մենք մեծահասակներս տարանջատումներ ենք անում։ Մենք մեծահասակներս քննում ենք։ Ինչի սա այսպես ասեց, ինչի նա այնպես ասեց։ Իսկ երեխաները այդպեսին չեն։ Դրա համար Աստված երեխաների միջոցով է մեր մեջ խոսում։ Այսօր երեխաների միջոցով է մեր մեջ խոսում։ Դրա համար էլ այստեղ են այսքան մանուկներ։ Դրա համար է Աստված այսքան հավաքվել է մանուկներին այստեղ։ Այստեղ ոչ թե ես եմ հավաքել, ոչ թե դուք եք հավաքել, այլ Աստված է հավաքել։ Աստծո շնորհով է։ Ուրեմն, որովհետև ես տանջվեմ, տարապեմ, գիշեր ցերեկ քարոզեմ, եթե Աստված չուզեց, դա չի կարող։ Դուք ինչքան ուզում եք տկնեք, ինչքան ուզում եք քայլեր ձեռնարկեք, եթե Աստված չուզեց, չի կարող։ Օրինակ, եթե Աստված չուզեր, այս մանուկներից որևէ մեկը չէր ծնվի։ Չէին ծնվի։ Իսկ եթե կան ծնվել էր նշանակում Աստված ուզել է, որ այս մանուկը ծնվի։ Ուրեմն դրա համար թողեք, որպեսզի մանուկներն ուրախանան այսօր։
այսօր մանուկներին ուրախության օր։ Այսօր մանուկների ուսանողության օր։ Նայեք մանուկներին, նայեք երեխաներին, եւ դուք եք մանկան հոգով զմայում։ Դուք եք մանկան պես բարձ ու մաքուր եք։ Նայեք մանուկներին, մենք մեծահասակներս կյանքը աշխարհը ավելի ճիշտ կպատկերացնի։ Բայց երբ որ նայում ենք մեծավարի, այս կյանքի մեջ ամեն բան բան ենք տեսնում։ Լավ բանի մեջ ենք բան տեսնում, բանի մեջ ենք բան տեսնում։ Բայց երբ որ փորձում ես մանկան աչքերով նայել աշխարհին, իրեն ինչ է պետք է շփան պետք չէ։ Մի հատ ջան ու հուրբան ու այդ երեխեն բացված է քո առաջ։ Մի հատ գլուխը շորես, մի հատ գրկես, մի հատ սիրես, այն ամենասպես նմրուն երեխեն է բացվում քո առաջ։ Բայց մեծահասակը հաստատ չի անում։ Մեծահասակը նայել, այս ինչ շահ ուներ։ Այս ինչ նպատակ ուներ։ Ուրեմն դրա համար այսօրվա ցանկազարդի տոնը մեզ ինչ է պատմում, ինչ է բացատրում, որ միշտ պետք է նմանվենք մանուկներին։ Եվ այն մանկան շուրթերով Տիրոջը դիմավորենք, փառավորենք ասելով. Օսաննա, փառք Տիրոջը, փառք գալացողին։ Եվ թող նրա անունը միշտ մեր վրա լինի, եւ նրա գալուստը միշտ փառավորված լինի։ Ուրեմն սա է ցանկազարդի տոնի խորհուրդը, որ այսօր ավետարանը ուզեց մեզ մատուցել իբրև նոր Երուսաղեմում գտնվող մարդիկ, իբրև նոր քրիստոնյաներ, նոր զարդարված, ապաշխարած, մեղքերի թողություն ստացած, լուսավորված, որ եկել են Տիրոջը դիմավորել։ Հետևաբար շարունակելով պատարագը պետք է նաև նշեմ, որ իհարկե պատարագի վերջում այստեղ ճյուղորդնեկի այս զարդարի արարողության խորհրդակատարությունն է կատարվելու եւ այնուհետեւ այդ ճյուղերը բաժանվելու են ձեզ, ինչպես նաև ովքեր գիտեին կամ չգիտեին, չգիտեմ տեղյակ էին թե ոչ, եկավ պահը նաև հայտնելու, որ մանուկներին միայն, մանուկների, մեծահասակների չէ, ինձ է չի հասնել, մենակ մանուկների։ Ես էլ պիտի բերանիցս այսպես լոժերը գնա, նաև ու չպիտի ինձ հասնի, բայց մանուկներին պիտի հասնի։ Մեր Խաչիկավորի օգնությամբ, երաշխավորությամբ, փոքրիկ հասրավենիքների տոպրակներ ենք պատրաստել ձեզ, իբրև նվերներ, որ բաժանենք, քաղցրացնենք մեր մանուկներին, քանի որ մանուկներին ավելի մեծ նվերներ պետք չեն։ Էդի մենք ենք շահի հետևից վազում։ Մանուկներին մեծ նվերներ պետք չեն։ Ոսկեղեն, բրիլյանտեղեն, չգիտեմ ուրիշ տեսակի բաներ պետք չեն։ Մանուկներին պետք է քաղցրություն։ Դրա համար այսօր պատրաստել ենք մանուկների համար փոքրիկ քաղցրավենիքներ, պատարագի ավարտին օրհնությունից հետո նոր մեկ մանուկները կմոտենան իրենց պատարը, իրենց օգնությամբ, խաչի օգնությամբ իրենց փոքրիկ նվերը կվերցնեն։ Հիմա եւս մեկ անգամ պետք է խնդրեմ, որպեսզի հատկապես մեծահասակների, երեխաների հետ գործ ունենք։ Մեծահասակները եթե լուր մնան, մեծահասակները եթե լուր մնան, փոքրերը ինքնստիկյալ լուր կլինեն, իրենց են այդքան բարձր չէ, մեծահասակների ձայնը ավելի շատ է հասնում ինձ, կամ փոքրների ձայնը։ Խնդրանք է, առաջանք է, պահանջանք է, որպեսզի այս պատարագի հաջորդ հատվածը, ճիշտ է, գիտեմ, փոխնեցիք, տեղը ներ է, բոլորս էստեղ են, բայց այնքան ուրախ եմ, այնքան լծված եմ, ես ձեզանով չեք պատկերացնի, ուղղակի խնդրանք է, մի փոքրիկ լռություն պահպանեք, պատարագի մյուս 10-15 րոպեներ չհասնում, շատ երկար չի տևելու պատարագը, մեզ որ մի քիչ էլ որ դիմանան կդիմանան, ինչպես Աստված է մեր ձեռը դիմանում, այսքան տարի ու դարը, մենք ինչ է որ մի ժամը չդիմանան, ուրեմն Աստծո խաղաղությունն ու սերը բոլորիս հետ լինի, այժմ եւ հավիտյան սամեն։